Բարև բոլորին, այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպես կեղծ ոսկին տարբերեք իսկական ոսկուց։ Օրինակ գրեք ձեր կարծիքը, սա իսկական ոսկի է, թե կեղծիք է։ Մինչև դուք կգրեք, ես շատ կարևոր թեմայի մասին մի հատ խոսամ։ Իմ բաժանորդների 97%-ը չեն բաժանորդագրված մեր ալիքին, այսինքն առանց բաժանորդագրվելու նայում են մեր վիդեոները, իսկ իմ վիդեոները հասնում են 2500-1500 դիտումների։ Անպայման մտեք, բաժանորդագրվեք ալիքին, զանգակը միացրեք, որպեսզի առաջինը իմանաք իմ հետագա վիդեոների մասին։ Սկսեցինք։ Ինչպես հասկանանք, սա ոսկի է թե արծաթ։ Դրա համար պետք է անենք ջրի փորձարկում։ Զարդը տեղադրում ենք 1 բաժակ տաք ջրի մեջ, թողնում ենք 10 վայրկյան ընդամենը։ Դրանից հետո հանում ենք, եթե զարդը շատ է տաքացել, ուրեմն հնարավորություն կա, որ դա ոսկի չէ, կամ խառնած է այլ մետաղների հետ, որովհետև ոսկին պահում է իր ջերմաստիճանը, այսինքն ոսկին միանգամից չի տաքանում։ Դրանով դուք կարող եք հասկանալ դա ոսկի է թե այլ մետաղ է։ Սա առաջի փորձը։ Հիմա երկրորդ թիպ մասին։ Երկրորդ փորձարկման համար մեզ անհրաժեշտ է, որ զարդի մի անտեսանելի անկյունում քերծենք։ Քերծելուց հետո, եթե դուրս է գալիս մոխրագույն կամ արծաթագույն, ուրեմն դա կարող է լինել կամ ոսկե պատված, կամ ոսկե ջրված, այսինքն լինի այլ մետաղներ եւ դա կեղծիք լինի։ Երրորդ ու չորրորդ փորձարկումները միասին կասեմ։ Երրորդ փորձարկման համար մեզ անհրաժեշտ է մագնիս։ Մագնիսը մոտեցնում ենք զարդին, եթե այն քաշում է, ուրեմն դա նշանակում է, որ բաղկացած է այլ մետաղներից, այսինքն ոսկի չէ։ Չորրորդ փորձարկման համար մենք պետք է գտնենք իր վրա նշան։ Նշանը գրված է լինելու 14K, 18K կամ 585 թվերը։ Դրանք ինչ են նշանակում։ 14K-ը նշանակում է, որ իր մեջ պարունակող ոսկին դա 58.5%-ով ոսկի է, մնացածը այլ մետաղներ են։ 18K-ը նշանակում է 75%-ով դա ոսկի է իր մեջ պարունակում։ Ամենաբարձրը դա 24K-ն է, որը որ 100%-անոց ոսկին է։ Դրանով զարդեր չեն պատրաստում, որովհետև շատ փափուկ է։ Տան պայմաններում այս փորձարկումները շատ օգտակար են, բայց կարող եք նաև դիմել փորձագետի։ Այսօր այսքանը ժողովուրդ ջան, անպայման բաժանորդագրվեք ալիքին եւ լայքերը դրեք։ Ցտեսություն։